Թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն ԱՄՆ-ն խոշոր թուրքական հոլդինգներից մեկի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել։ Թուրքական մի քանի ընկերություններ առող Քիմփաշ հոլդինգը պատժամիջոցների տակ է հայտնվել Իրանից $15 միլիոն նավթամթերքի առևտրի պատճառով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրեր առաջ էր հայտարարել, որ բոլոր նրանք, ովքեր իրանական նավթ կգնեն, կհայտնվեն ամերիկյան պատժամիջոցների տակ։ Սույն թվականի մայիսին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը կավարտի Ադրբեջանում իր գրասենյակի աշխատանքը։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը համագործակցությունը Ադրբեջանի հետ կշարունակի Արևելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի եւ գլխավոր գրասենյակի միջոցով։ Զարգացման ծրագրի ավարտի մասին հայտարարվել էր ավելի վաղ։ ԱՄՆ վարչակազմը բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ անօրինական միգրանտների արտաքսման ուղղությամբ։ Շատ երկրներ պատրաստ են ընդունել անօրինական միգրանտներին, որոնց չեն ընդունում իրենց երկրները, ուստի մենք կգտնենք երրորդ անվտանգ երկիրը, որը կընդունի նրանց։ Այնպես որ այո, բանակցությունները շարունակվում են։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողներին ասել է Սահմանային անվտանգության եւ արտաքսման համար պատասխանատու Թոմաս Հոմանը։ Գազայի հատվածում, որտեղ Իսրայելի իշխանություններն արդեն 9-րդ շաբաթն անընդմեջ գրեթե ամբողջությամբ արգելափակում են օգնության մատակարարումները, սրընթաց վատթարանում է հումանիտար իրավիճակը։ ՄԱԿ-ի հումանիտար հարցերով համակարգողի գլխավորած խմբի ներկայացուցիչներն ընդգծել են, որ Իսրայելի ծրագրերը հակասում են հիմնարար մարդասիրական սկզբունքներին։ Հացաբուլկեղենի խանութները փակ են, հանրային խոհանոցները դադարեցրել են գործունեությունը, պահեստները դատարկ են։ Երեխաները սովամահ են լինում, նշում են հումանիտար գործակալությունների ներկայացուցիչները, նկարագրելով Գազայում իրավիճակը։ ԱՄՆ-ն եւ Իսրայելը համատեղ հարվածներ են հասցրել Հոդեյդա քաղաքին եւ Եմենի մայրաքաղաք Սանային, որոնք գտնվում են հութիների վերահսկողության տակ։ Օդային հարվածներ են հասցվել Եմենի վառելիքի օբյեկտներին, էլեկտրակայաններին, նավթավերամշակման գործարաններին, ենթակառուցվածքներին եւ գործարաններին։ Օրերս Եմենի տարածքից բալիստիկ հրթիռ էր արձակվել Իսրայելի Թել Ավիվ քաղաքի Դավիթ Բեն Գուրինոյի անվան օդանավակայանի վրա։ Դրանից հետո Իսրայելի վարչապետը սպառնաց հզոր հարվածներ հասցնել հութիներին։ Բոլոր 133 կարդինալները, որոնք պետք է ընտրեն Հռոմի հաջորդ պապին, ժամանել են Հռոմ։ Նոր Հռոմի պապի ընտրության կոնկլավը կգումարվի Վատիկանում մայիսի 7-ին։ Կոնկլավի մասնակիցները պետք է օրը մի քանի անգամ քվեարկեն, մինչև թեկնածուներից մեկը ստանա ձայների 2/3-ը, գումարած առնվազն 1 լրացուցիչ ձայն։ Հռոմի Ֆրանցիսկոս պապը մահացել էր ապրիլի 21-ի առավոտյան 88 տարեկան հասակում ծանր հիվանդությունից հետո։ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ Իրան բանակցությունների 4-րդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 10-ից 11-ը, այս մասին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Նրա խոսքով Իրանի հետ բանակցությունները դրական են։ Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցում, հուսով եմ դրանք ճիշտ ուղղությամբ են շարժվում։ Նախագահը ցանկանում է, որ այս հարցը լուծվի դիվանագիտական ճանապարհով, եթե հնարավոր է, ուստի մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի դրանք շարունակվեն, ասել է Ուիթքոֆը։